Բարի երեկո, հարգելի հետևորդներ, ձեր հետ է Հրանտ Վարդանյանը։ Այսօր մենք կխոսենք միասին այն կետերի շուրջ, 9 կետերի շուրջ, որ քննարկում էր Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի ապրիլի 15-ին ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ։ Եվ նշենք այն կետերը, 9 կետերը, որոնցով մենք այսօր պետք է քննարկենք։ Հիշում եք, ես անցած հաղորդման ժամանակ ասացի, որ այս կետերի քննարկումը կթողնենք այս հաղորդման ժամանակ։ Այսօր մենք իրար հետ կքննարկենք այդ կետերը, որ նշում էր Նիկոլ Փաշինյանը, որ թերի են մնացել այս 9 կետերի կատարումները։ Եվ կբացահայտենք, թե ինչումն է պատճառը, որ այս կետերը թերի են մնացել։ Առաջին հարց՝ կառավարման վատ կառավարում եւ աշխատանքի թերի կատարում։ Երկրորդ հարց՝ բանակի վիճակը եւ նրա կառավարումը։ Երրորդ հարց՝ վենդետաներ չեն լինելու Հայաստանում, իրավական ճանապարհով են լուծելու բոլոր հանցագործությունները։ Ներդրումներ Հայաստանում, որ չկան, ոչ ներքին, ոչ արտաքին։ Կրթություն եւ կրթական համակարգ, որ այդպես էլ այս համակարգը չկարողացան խելքի բերելու։ Փորձում են ինչ-որ բան արել, բայց չի ստացվում, չի էլ ստացվելու։ 6-րդ կետ՝ զբաղվածություն եւ աշխատանք մեր երկրում։ 7-րդ կետ՝ իրական Հայաստան ըստ ՔՊ-ի, որ ուզում են փաթաթել մեր հայ ժողովրդին, որ այդպես էլ չի ստացվելու։ 8-րդ կետ՝ ժողովրդագրություն, որը գտնվում է շատ վատ վիճակում։ Այսի այդ ծնելիությունն է, էլի ժողովրդագրությունն է, որ ինչքան երեխա է ծնվում, ինչքան մարդ է մահանում։ 9-րդ կետ՝ Հայաստանի փոքրամասնություններ եւ նրանց խնդիրները, որը լուծվել է, բայց կիսատ պռատ։ Հիմա հերթով հարգելի հետևորդներ, մենք կանցնենք այս կետերի վրայով, ու ամենակարևորը առաջին կետը, որ ինքը նույնպես Նիկոլ Փաշինյանը դժգոհում է կառավարությունից եւ կառավարման վատ վիճակի լինելուց։ Բայց ինչի է այս վիճակը։ Այս վիճակը արդեն 35 տարի է, հարգելի հետևորդներ, որովհետեւ մեր երկիրը բրգաձև կառավարում էր եւ գլխին նստած էին նախագահները Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, որ այդպես էլ բուրգը կաթութ չսարքեց, կաթութաձև կառավարում չսարքեց, որ ժողովուրդն էր վերևից ասում, իրանք կատարող էին։ Եվ մեր սահմանադրության երկրորդ կետը հենց ասում է, որ իրականում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բայց ինչ չգիտեմ ինչու մենք իրանց ենք իշխանավոր ասում։ Ոչ, նրանք ուղղակի վարձու աշխատողներ են, այսպես ասած մենեջերներ են, որ պետք է մեր երկիրը կառավարեն պատշաճ ձևով։ Բայց մենք քանի որ գիտենք 18 թվականի այսպես ասած հեղափոխությունից հետո եկանք երկիրը կառավարելու այն մարդիկ, ում որ մենք վստահում էինք եւ բարձր մանդատով նրանք բերեցինք, ընտրեցինք եւ նրանք սկսեցին երկիրը կառավարել, հիմա Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, որ կառավարությունը վատ է կառավարվում եւ աշխատանքները թերի են կատարվում։ Բա ինչ պետք է լիներ Նիկոլ Փաշինյան, որովհետեւ այս համակարգը, որ քեզ չի ենթարկվում, այն աշխատող մասը, որ պետք է այս հրամանները կատարի, ինքը չի կատարում, որ ասում ես այդ դիպլոմները, որ գնել են թերի կրթվածությամբ չինովնիկներ ունես, ու չինովնիկները կան, որ ընդհանրապես իրանց վեճներ չի, թե այս իջած հրամանները կկատարվեն, թե չէ։ Ինչևէ, գիտես Նիկոլ Փաշինյան, եթե դու մի հատ քայլ անեիր, այդ քայլով այս խնդիրը կլուծեիր։ Հիմա կասեմ այդ որն է։ Եթե դու չվախենայիր քո ժողովրդի հետ խոսալուց ու պարտադրեիր քո հարկատու մասին, ովքեր հարկ են վճարում, ամենաառաջինը, որ գնացեք տղեկ ջան, ստեղծեք ձեր արհմիությունները, ոնց որ այս 35 տարին ավիրել են պարտադրաբար մեր ազգի վրա գործելով,
տարել են հետ շրիշակից ներքև են իջացրել մեր վարկանիշը, հիմա իրար միս են կուտում, սևի ու սպիտակի բաժանված։ Այդ այնց էլ եթե դու բարձրացնեիր այս հարցը արհմիությունների եւ հասարակական կառույցների անկախ քեզանից հեռու, թեկուզ օրինակը մսավաճառների, առևտրականների, պաներագործների, չէ, կան այդ մարդիկ, հաց արտադրողների, հրուշակաղեն արտադրողների, արտադրությամբ զբաղվողների, ասենք ինչ-որ մի բան արտադրում են, վաճառում են մարդկանց, այդ մասին։ Այ եթե դու սրանց պարտադրեիր, սրանք գնային իրանց արհմիությունները սարքեին, հետո այս արհմիությունները կդառնան իրական քո ինդիկատորը ու նաև հասարակական կառույցները քո նախարարությունների վրա։ Այս ինդիկատոր դառնալով այս հասարակական կառույցներն ու արհմիությունները անդադ քեզի տեղեկություն կբերեին, որ քո կառավարման ներքո գտնվող որ նախարարությունում է սրիկայություն տեղի ունենում։ Այ եթե դու այդքան ուղեղ ունենար ու քեզի ասողներ են եղել ու դու չես լսել քո մեծամտությամբ, ձեռդ խփում էիր, հիշում ես կառավարության նիստի ժամանակ, սրանից 4-5 տարեվարներ, ես կլուծեմ այդ հարցը, լուծեցի Նիկոլ Փաշինյան, տեսար, որ այս համակարգը քեզ տարավ մսխեց ու մսխեց սաղ քո ԿՊԱ-ական կուսակիցներին, որ գնացին չինովնիկ դառան։ Ու հիմա դու փաստի առաջ ես կանգնել, որ այդ հարցը դու չես կարում լուծես, կադրեր չունես, որ փոխես, գցում ես բանի վրա, որ սովորեն մարդիկ, դպրոցներ, մանկապարտեզներից են սկսում մարդիկ, ընկեր ջան, էդի դու մինչև բերես հասցնես նորից մի 30 տարի է պետք, 20 տարի է պետք, կարող է գիտես այս երկիրը կառավարելը քո բանն է, այդ ներքին կուխնյան է, ձեր տան իրավիճակն է, ոնց կուզենաք ընդդետա լուծեք, այսի պատերազմող երկիր է, տղա ջան, ուշքի արի, ու քո կողքիններին էլ ուշքի բեր։ Ես արդեն մի քիչ խիստ եմ խոսում, ժողովուրդ ջան, որովհետև սենց երկիր կառավարել է այս վիճակով, որ անդադ հարևանն է ու պատերազմը հայտարարում ու ներքևիդ հարևանին էլ Իրան Իսլամական Հանրապետությանն է կարող է վտանգ սպառել, կարող է որն է, պարզ ասում է, որ կհարվածեն Միացյալ Նահանգները Իսրայելի հետ։ Այսի շատ լուրջ խնդիր է Նիկոլ Փաշինյան, որ դու չկարացար տենց 7 տարվա մեջ լուծեիր։ Այս համակարգը եթե դու սարքած լինեիր, այս համակարգի միջից, արհմիություններից ու հասարակական կառույցներից այնքան այս տղեկը, այս մարդիկ կբերեն իրական Հայաստանի խնդիրը մեջտեղը, օրակարգը, այնքան կխաղացնեին, որ ձեր ոչ մի չինովնիկ չէ կարա իրան սենց պահեր, որ հարցեր կա, ես իմ տարի ու կեսա չեն լուծվել, ու դու էլ զարմանում ես, որ ես ոնց է չեն լուծել, ու հետո էլ ասում ես, որ սաղս տգետենք, անգրագետենք, օլա դու լսում ես քեզ ինչ ես ասում Նիկոլ Փաշինյան, որ ընդամենը հասարակ հարցեր, եթե դու այդ հարցը լուծած լինի, դու այսօր ես փաստի առաջ կանգնած չէր լինի, այսի ամենակարևոր խնդիրն է, թե ստրատեգիական, թե տակտիկական, սա մտնում է այս հարցի մեջ, ու այդ մնացած հացերը սրա հացանցյալներն են, որ դու տենց էլ չարեցիր, մեծ հույսեր էին կապել մենք քո հետ, ու դու տարար մսխեցիր ու վարի տվեցիր, սաղ ես մեր երազանքներն ու ժողովրդի ցանկություն, որ ասում ենք կանեն, ոնց կանեն, որ այսի համակարգային խնդիր է, ոչ մի բանը չեն անի։ Նորից եմ ասում, դու չունես այս արհմիություններն ու հասարակական կառույցները, որ կվերահսկեին, դու կանչեիր բոլոր ասենք գնացած թոշակի զինվորականներին, բժիշկներին, ուսուցիչներին, ասենք ելով կար ովքեր որ աշխատել են պետական կառույցներում ու պարտադրել որ սրանք գնան վերահսկող մարմին դառնան, հասարակական կառույցներ դառնան ու վերահսկեն պաշտպանության նախարարությանը,
առողջապահության նախարարությանը, կրթության, գիտության նախարարությանը, սոցիալ նախարարությունը, ինչքան նախարարությունն է չթվարկեմ էլ։ Այդ ժամանակ դու, եթե այս 35 տարվա այս վաշխառու կաշառակեր համակարգը, որ դու ժառանգեցիր, արդեն հեշտությամբ այս տղեկի մեջից, որ իրական օրակարգը կխաղացնեին, գբերեին անտատ առաջ քեզի տեղեկություն կտային, որ այս տվյալ նախարարությունում այս չինովնիկըդ իր պարտականությունները չի կատարում, եսի ինչով է զբաղված, դու այդ տեղից, այդ կառույցների մեջից արդեն բան կունենայիր, փոխող կունենայիր այս չինովնիկներիդ, կադր, ու գբերեր կփոխեր այդ քո կադրերին։ Հիմա հասկացար դու ինչը չես արել։ Այսի ամենակարևոր բանն է Նիկոլ Փաշինյան, սիստեմն է, սրանից վերև էլ գոյություն չունի, որ ժողովուրդը ինքը այստեղ մեր ժողովրդին է գալի հերթը, որ ժողովուրդը ինքը պետք է հասկանա, որ գնա այս կառույցը ստեղծի, այս կառույցները ստեղծեն, որ վերահսկողություն անեն թե չէ նախարարները ու իր չինովնիկ պաշտպանության նախարարությունը նույն վիճակին ոնց կա տենց մնացել է, ասում եմ չանդրադառնա բանակին, երկրորդ հարցը բանակն է ու այդ վիճակում է նորից։ Այս 21-րդ դարում, այս տեխնոլոգիական դարում ու այս շնորհքով, այս ինժեներների մտածելակերպով մեր հայ ազգը, որ խորհրդային միության 1/3-ի ռազմարդյունաբերական, գիտահետազոտական մասը մշակել է, տվել է ընդհանուր կենտրոնին սովետական միության ժամանակ ռազմարդյունաբերական այդ լուծումները, դուք այս 35 տարվա հապիկար կառավարողները մսխին ու մենք հույս ունենք, որ նորից ոտի կանգնացնես, դու ոտի չկանգնացրեցի տենց էլ Նիկոլ Փաշինյան, որովհետև դուք այդ տղեկը չեք, որ էսի կարանական եք, այս անելու ձևը, բանակաշինությունը, ուրիշ մեթոդ է պահանջում, մանավանդ այս 21-րդ դարում, նորից եմ ասում, որ սա ռոբոտաշինություն է, դու սահմաններին տարել եք, կանգնացրել եք այս ցրտին ձմեռին, այն խեղճ երեխեքին զինվորականներին, ջահել երեխեքին ու պայմանագրայիններին, ընդ սառում են, եսիմ ինչ եղանակային պայմաններում են ծառայությունը տանում։ Դու էլ գիտես, բայց յոլա ես էթում այդ վիճակի մեջ ընկած։ Հա, ամրաշինական կառույցներ կառուցում ես, բայց այդ ամրաշինական կառույցները շատ քիչ են Նիկոլ Փաշինյան, որ մեր երկիրը պաշտպանեն։ Լավ ընկերություններ կան, հետո մի հատ առանձին թեմա, այս ռոբոտաշինության մասին, որ եղել է ու չեն արել, անգամ քո ժամանակ, այս 7 տարվա մեջ, հիմա նոր ինչ-որ բաներ եք ուզում անեք, չեմ ուզում ասեմ, բայց ինչի այսքան բաց թողում տեղի ունեցավ։ Հիմա մենք պետք է այդ սաղ զենք զինամթերքները ունենայինք Նիկոլ Փաշինյան, ռոբոտացված, ու լիքը բաներ կա, որ դու չգիտես, որ տղեկը արել են, ու քո պաշտպանության նախարարությունից ու գեներալի շտաբից եկել են, ու մերժել են այդ առաջարկները, որ շատ արտակարգ ռոբոտներ են եղել, ու գիտես խի Նիկոլ Փաշինյան, որովհետև մեջը ատկատ են ուզեցել ունենան, քո գենշտաբի հրամանատարներից ոմանք, հա, պարզ ասում եմ, այ դրա համար էլ այսենց վիճակա, թե չէ մենք վաղուց կունենանք այս ռոբոտները կարակող, հրթիռային համակարգեր են տղեկը սարքել, հիմա ես չգիտեմ էդի բանակումա թե չէ, էդի գաղտնի մասը չեմ ուզում ընդեղ խցկվեմ, բայց կպարզվի հետո,
այս իշխանությունը փոխվելու է, խոսես չի մնալու Նիկոլ Փաշինյան։ Եվ ինչ ոչինչ էլ տեղից չի շարժվում։ Այս կառավարությունը ոչ էլ կստեղծի այդ հասարակական կառույցները, հատկապես զինվորականների եւ այն մայրերի, ովքեր որդիներին կորցրել են, առաջ այդպես կառույց գոյություն ուներ, մայրերի ճիդեմխի դրեցին, վերացրեցին այդ կառույցը, սևազգեստ մայրերի կառույցներ, դա հիմքեր, որ դրա վրա ավելի հզորանար այդ կառույցը եւ մենք վերահսկողական մարմին կունենայինք պաշտպանության նախարարության վրա ու նախարարությունն էլ sense ինչ ուզենար չէր անի, որ մենք բողոքում ենք, ասում ենք այնտեղ խնդիրներ կա, այո խնդիրներ կա, չկա այս կառույցը, նրանք էլ իրանց sense թափթփված են պահում, չեն տենում ազդող ուժը իրանց վրա, որ վախենան, իրանց հավաքեն ու նորմալ իրանց գործերը անեն։ Այսօր այսքանը, մնացած 7 կետերը կքննարկենք հաջորդ հաղորդման ժամանակ։ Ինֆորմացիան այնքան շատ է, ժողովուրդ ջան, ուզում եմ քիչ տամ, որ մենք մարսենք, էլի։ Հաջորդ հաղորդումը տեղի կունենա 5 շաբթի օրը ժամը 21:00-ին։ Գրանցվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, դրեք հավանության նշանը, թողեք կոմենտներ, ես այն անպայման կկարդամ։ Հաջողություն ձեզ։